Gianni Rodari, ձախորդ որսորդը։ Ջուզեպե, վերցրու հրացանը և որսի գնա։ Մի առավոտ ասաց մայրն իր որդուն։ Վաղը քույրդ ամուսնանում է, սիրտը նապաստակի մսով շիլա է ուզում։ Ջուզեպեն վերցրեց հրացանն ու գնաց որսի։ Անտառ մտնելուն պես մի նապաստակ տեսավ, որը ցատկեց ցանկապատի վրայով և դեպի դաշտը վազեց։ Ջուզեպեն նշան բռնեց և քաշեց ձգանը։ Պում, մարդկային ձայնով ասաց հրացանը և կրակելու փոխարեն փամփուշտը գետնին գցեց։ Ջուզեպեն վերցրեց այն և զարմանքով շուռումուռ տվեց։ Հետո ուշադիր զննեց հրացանը։ Թվում էր, թե ամեն ինչ կարգին է, բայց կրակելու փոխարեն այն մարդկային ուրախ և առույգ ձայնով ասում էր. Ջուզեպեն զննեց նաև հրացանափողը։ Հնարավոր էր, որ այնտեղ ինչ-որ մեկը թաքնված լիներ։ Հրացանափողում, իհարկե, ոչ ոք և ոչինչ չկար։ Բայց չէ, որ մայրս նապաստակ էր ուզում, չէ, որ քույրս նապաստակի մսով շիլա էր ուզում։ Հենց այդ պահին Ջուզեպեի կողքով նորից անցավ նույն նապաստակը, բայց այս անգամ նրա գլխին սպիտակ քող կար, քողի վրա նարնջագույն ծաղիկներ։ Նապաստակը աչքերը խոնարհած, մանրիկ քայլելով առաջ էր գնում։ Այ քեզ բան, զարմացավ Ջուզեպեն, նապաստակն էլ է պատրաստվում ամուսնանալու։ Լավ, ուրեմն փասյան կորսամ։ Քիչ անց Ջուզեպեն անտառի արահետին մի փասյան տեսավ։ Քայլում էր նա առանց վախենալու, ինչպես որսի առաջին օրը, երբ փասյանները դեռ չգիտեին, թե ինչ է հրացանը։ Ջուզեպեն նշան բռնեց ու ձգանը քաշեց, սակայն հրացանն ասաց պամ-պամ, ինչպես երեխան է ասում փայտե հրացանով խաղալիս։ Փամփուշտը ընկավ գետնին և վախեցրեց կարմիր մրջյուններին, որոնք շտապեցին թաքնվել սոճու տակ։ Հրաշալի է, ասաց Ջուզեպեն, որը արդեն սկսել էր բարկանալ։ Մայրիկը ուղղակի երջանիկ կլինի, եթե ես դատարկ ձեռքով տուն վերադառնամ։ Փասյանը, լսելով հրացանի պամ-պամը, մտավ թփուտների մեջ, ապա նորից հայտնվեց արահետի վրա իր ձագուկների հետ։ Նրանք շարք կազմած ուրախ քայլում էին, ասես ծաղրելով տղային։ Շարքի վերջում շորորալով գալիս էր մայր փասյանը, հպարտ և իրենից գոհ, ասես առաջին մրցանակ էր ստացել։ Երջանիկ ես, հա, փնթփնթաց Ջուզեպեն, վաղուց արդեն ամուսնացած ես։ Լավ, բա ես հիմա ինչ որսամ։ Ջուզեպեն զգուշությամբ լիցքավորեց հրացանը և նայեց շուրջը։ Ծառի ճյուղին միայն մի կեռնեխ էր նստած և այնպես էր սուլում, կարծես ասում էր. կրակիր ինձ վրա։ Եվ Ջուզեպեն կրակեց, բայց հրացանն ասաց բանգ, ինչպես երեխաներն են ասում կռիվ կոմիքսներ նայելիս։ Նրան թվաց ինչ-որ մեկը նույնիսկ ծիծաղեց։ Կեռնեխը սկսեց ավելի ուրախ սուլել, կարծես ասելով. խփեցի, տարաշուկա ծախեցի, մաստակ առած ամեցի, Ջուզեպեին չտվեցի։ Այդպես էլ գիտեի, ասաց Ջուզեպեն, երևում է այսօր հրացանները գործադուլ են հայտարարել։ Ջուզեպե, որսը հաջող էր, հարցրեց մայրիկը, երբ Ջուզեպեն վերադարձավ տուն։ Այո, մայրիկ, 3 յուղալի զայրույթ եմ բերել, ով իմանա, Շիլայի հետ համեղ կլինի, թե ոչ։ Այսքանը, բաժանորդագրվեք Արի լսի յութուբյան ալիքին, կհանդիպենք։